Ողջունում եմ բոլորին, սիրելիներս ինչպես եք, դուք գտնվում եք Իրայի խոհանոցում, այսօր շատ հետաքրքիր, փոքրիկ, շատ գեղեցիկ, շատ համեղ, հարմար, կաթով, մածունով ուտելու համար լավ թխվածքաբլիթներ եմ բերել, երեխաները հաստատ շատ կուրախանան, բայց մեծերը նույնպես Անահիտս օրինակ շատ է սիրում, ինքն էլ է հենց այդպես համտեսում։ Այս անգամ որոշեցի բաղադրատոմսը կիսվել հենց ձեր հետ սիրելիներս։ Շատ հետաքրքիր է, մնացեք իմ ալիքում, եթե ձեզ հետաքրքրում է։ Ուրեմն ինչ ենք անելու։ Ունենք 200 գրամ ալյուր, սովորական ալյուր է։ Ավելացնելու ենք յուղ կամ կարագ 110 գրամ է։ Սիրելիներս, ես օգտագործել եմ ռեդի յուղ, ինչպես դուք արդեն գիտեք, որ իմ մշտական բարեկամն է դարձել, ես օգտագործում եմ միայն ռեդի յուղ։ Դե ամենակարևորը խոլիստերին չի պարունակում, սիրելիներս պահքի շրջանում կարող եք հանգիստ օգտագործել, որովհետև կենդանական է, ամենակարևորը դա է տապակելուց, գիտեք, արդեն ասել եմ, ովքեր որ միշտ հետևում են ինձ, այն չի ներծծվում սննդի կողմից, դա էլ է կարևոր պայման ու ամենակարևորը արտադրվում է Եվրոպայում։ Այսքանը այսպես, ուրեմն ավելացնում ենք յուղը, կարող եք կարագով փոխարինել, ձեզ խորհուրդ չեմ տալիս, այդպես թխվածքաբլիթները փխրուն եւ համեղ չեն ստացվում։ Գիտեմ, որ հարցնելու եք, բայց խորհուրդ չեմ տալիս։ Ավելացնում ենք շատ քիչ, որ ասում եմ քիչ այսպես, գտալով մի փոքրիկ սոդա, շատ քիչ, սիրելիներս, մեզ այստեղ սոդան այդքան էլ կարևոր չի։ Ավելացնում ենք շաքարավազ 150 գրամ, վանիլին ենք ավելացնում, շաքարավազը կարող եք փոխարինել նաև սև շաքարավազով, ինտեգրալ շաքարավազով, եթե ունեք, ավելի լավ է ստացվում, գույնը ավելի հաճելի է լինում։ Մեկ ձու ու մի լավ հիմա այս խմորը պետք է իրար բերենք։ Տեսնում եք, չէ, ուղղակի բաղադրիչները խառնեցի ու վերջ։ Ավելացնում ենք շոկոլադե հատիկներ, սիրելիներս, մոտավորապես 150 գրամ, 120-ից 150 գրամ, չգիտեմ, ես չեմ կշռել, տանը ինչքան ունեի ավելացնում եմ, բայց բաղադրատոմսը պահանջում է 120-130 գրամ, որքան որ ունեք, էդ էլ ավելացրեք։ Ու մի լավ հիմա, տեսեք, խրուն խմոր է, ես հիմա ձեռքերով արդեն կհավաքեմ խմորը։ Այ որ բաղադրիչները ճիշտ գեղեցիկ օգտագործեք, այսպես փխրուն սիրուն խմոր է ստացվելու։ Կարևորը յուղոտ, որովհետև այսպիսի թխվածքաբլիթները պետք է լինեն յուղոտ։ Այդ դա է հենց գաղտնիքը, որ ստացվում է փխրուն։ Եթե ձեթով պատրաստեք, փխրուն չի ստացվելու ու մեր ուզածը չի լինելու։ Տեսեք, ինչպիսի փխրուն սիրուն խմոր ենք ստացել։ Ու անմիջապես միացնում ենք ջեռոցը, որովհետև շատ արագ պատրաստվող, շատ հեշտ պատրաստվող թխվածքաբլիթներ են, միացնում ենք 180 աստիճան, վերև ներքևը միացված, օդափոխիչ, առանց օդափոխիչ նշանակություն չունի։ Տեսեք, որքան հեշտ է պատրաստման ընթացքը։ Մի փոքրիկ այսպես վերցնում ենք ու երկար ձողի նման բացում ենք։ Տեսնում եք, խմորի ձևը այնպիսին է։ Ես գիտեմ, հիմա ասելու են, դե որ ձեթ օգտագործեիք, խմորը հեշտ կհավաքվեր, այս կոմ, ինձ պետք չի խմորը, որպեսզի հեշտ հավաքվի, ինձ պետք է հենց այս որակի խմոր։ Ինձ այսպես է պետք, որովհետև հենց ինձ այս տեսակի խմոր է անհրաժեշտ, որպեսզի թխվածքաբլիթները ստացվեն փխրուն։ Այսպես մի 2-3 հատ ձողիկ կանեմ, որպեսզի աշխատանքս եւ արագ ստացվի եւ հեշտ ստացվի, ժամանակը խնայենք ու արագ աշխատենք։ Այ հիմա այսպես փոքրիկ կտրատում ենք։ Շատ փոքրիկ, տեսնում եք որքան փոքրիկ են։ Այսպես շարիկներ ենք անում հիմա, դնում ենք ջեռոցի թավայի մեջ ու մատով այսպես
նորից կրկին տափակեցնում ենք։ Մոտիկ եմ դնելու։ Այսպես։ Շատ չկլորացնեք, այնպիսի տեսք ստանա, որ ինչպես ասեմ, որպեսզի կլոր չլինի, իր ձևը պետք է այդպիսի լինի։ Ոչ թե կլոր լինի, այլ տափակ ու մի քիչ տձև։ Նույնիսկ շատ հաճելի է պատրաստել նման հետաքրքիր խվածքաբլիթներ, սիրելիներս։ Իտալացիները օրինակ շատ են պատրաստում իրենց երեխաների, տատիկներն են շատ պատրաստում, որովհետև այսպիսի խմորներ հիմնականում տատիկներն են իրենց թոռնիկների համար պատրաստում։ Իդեպ ասեմ, որ իտալացի տատիկները նույնպես մեր հայ տատիկների նման շատ ուշադիր տատիկներ են։ Իրենք էլ են իրենց թոռնիկներին շատ սիրում են բերեն իրենց տանը պահեն, ուշադրություն դարձնեն երեխաներին, այնպես որ նույնն է, ամբողջ աշխարհում նույնն է։ Այդ տեսեք, ես արդեն մեկ թավան լցրել եմ, հիմա երկրորդն եմ լցնում ու քանի որ շատ արագ է թխվելու, 5-ից 6 րոպեում շատ արագ, ջեռոցը որ տաքելն եմ, իրեն դնում եք ու 5 րոպեից հանում եք։ Շատ պետք չի պահել չորացնել, որովհետև ինքը հենց արդեն խրխրթան է ստացվելու, շատ հեշտ խմորեղեն է։ Այնպես որ երկու հատը պատրաստում եք, արագ թխելու ենք։ Վերցրիներս տեսեք, արագ, հեշտ եւ շատ համեղ։ Հիմա ուղարկում եմ ջեռոցը լավ տաքացել է, 180 աստիճան եմ տաքացրել, վերև ներքևը միացված, իմ օդափոխիչը միացված է, 5-ից 6 րոպե, շատ երկար չենք պահում։ Տեսեք հրաշք խվածքաբլիթներս պատրաստ են։ Որ ասում էի հրաշք ենք ստանալու, չեք պատկերացնում։ Այլ ինքս տեսեք, ես պատկերացնում էի, որ պետք է ստացվել։ Նախ շշուտ եմ պատրաստում։ Ես ինչ անուշ է բուրում, այ իսկական համեղ թխվածքաբլիթները սրանք են, սիրելիներս, անուշ արեք, վայելեք, տեսեք, հրաշք է ուղղակի։ Որ ասում էի, Անահիտը շատ է սիրում այս թխվածքաբլիթները, կաթով կամ մածունով ուտում եմ։ Կաթը լցնում եմ մի փոքրիկ ամանի մեջ, մի քիչ է թխվածքաբլիթները լցնում, խրթխրթան առավոտյան անուշանում եւ գնում են դասի։ Այնպես որ սիրելիներս պատրաստեք, հյուրասիրեք ձեր փոքրիկ թոռնիկներին, մեծերին, տատիկներին, պապիկներին, անուշ արեք, ինձ հետ կհիշեք, նկարներն կուղարկեք, չմոռանաք։ Սիրելիներս, դե ինչ, անպայման կպատրաստեք, ես կհամտեսեմ թխվածքաբլիթները, ձեզ կասեմ համին ինչպիսին է, իսկ մենք կտեսնենք հաջորդ տեսանյութին ու շատ շնորհակալ եմ, որ դիտեցիք, իմ ալիքում էիք։ Հրաշք են, խոսքեր չկան, անուշ թխվածքաբլիթներ են։